Փաշինյան-Մակրոն հանդիպման նախօրեին եվրոպական երկու կայք հրապարակեց բրիտանացի Մայքլ Բերելի հոդվածը, որում Ռոբերտ Քոչարյանը ներկայացված է որպես քաղաքական հետապնդումների և վենդետայի զոհ։ Բերելը Մակրոնին կոչ է անում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել Քոչարյանին աջակցության մասին։ Վերջին շրջանում կայքերում հայտնվում են ակնհայտ քարոզչական հոդվածներ, որոնք քննադատում են վարչապետ Փաշինյանին։ Հիմնականում դրանք հեղինակավոր կայքերի անունները նմանակող կայքեր են, օրինակ Washington Times, ոչ թե հեղինակավոր Washington Post-ը, Le Monde Droit, որն առնչություն չունի աշխարհահռչակ Մոնդի հետ։ Հետաքննող լրագրող Գրիգոր Աթանեսյանը բացահայտել է որոշ նմանատիպ հրապարակումների ծագման աղբյուրը։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մեղադրվում է մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար, արևմտյան մամուլում իր համար դրական կերպար ստեղծելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը գցելու հուսահատ փորձեր է անում։ Այս նպատակով Քոչարյանի փաստաբանները վարձել են Edelman և APCO Worldwide-ի նախկին փոխնախագահ բրիտանացի լոբիստ Մայք Բերելին, որ հիմա Eurasia Advisory-ի գլխավոր միջազգային խորհրդականն է։ Հատկանշական է, որ Մայքլ Բերելը աշխատել է APCO Worldwide-ում այն ժամանակ, երբ ընկերությունը ներկայացնում էր Ադրբեջանը ԱՄՆ-ում և ֆինանսավորվում էր Ադրբեջանի նախկին տրանսպորտի նախարարի որդի միլիարդատեր Անար Մամեդովի կողմից։ Մամեդովը մեծ դեր է խաղացել Ադրբեջանի խոշորագույն ընտանիքների կողմից փողերի լվացման և լոբիստական գործունեության մեջ։ Աթանեսյանի հետաքննական հոդվածը ունի Քոչարյանը վարձում է արևմտյան լոբիստներին վերնագիրը։ Որոշ լրատվամիջոցների արտատպումներում այն վերափոխված է Քոչարյանը վարձել է Ադրբեջանի հետ կապ ունեցող արևմտյան լոբիստի մեկնաբանության։ Մեծ հետզրույցում Գրիգոր Աթանեսյանը պատմեց. հետաքննական գործունեությունը սկսել է 6 տարի առաջ։ Я начал заниматься расследованием, связанным с Робертом Քոչարյանում։ Քոչարյանի հետ կապված հետաքննությամբ սկսել եմ զբաղվել այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին։ Սկսեցի փաստեր հավաքել նրա ընտանիքի հետ կապված բիզնեսների վերաբերյալ։ Նաև տեղեկություններ այն բիզնեսների մասին, որոնք ենթադրաբար պատկանում են նրա ընտանիքին, սակայն գրանցված են երրորդ կամ կեղծ մարդկանց անունով։ Հատկապես սկսեցի զբաղվել նրանով հեղափոխությունից հետո, քանի որ մարդիկ արդեն չեն վախենում խոսել։ Մարդիկ հավատում են, որ երկրում շատ բան է փոխվել եւ դեռ կփոխվի, եթե նրանք պատմեն իրականությունը։ Գրիգոր Աթանեսյանը ուսումնասիրում է Միացյալ Նահանգներում ադրբեջանական լոբիզմը, դա էլ այս հետաքննությունը սկսելու պատճառներից մեկն էր։ На самом деле только начинается, у меня же есть десятки документов. Հետաքննությունն իրականում դեռ նոր է սկսվում։ Ես ունեմ տասնյակ փաստաթղթեր, որոնք կապված են Ռոբերտ Քոչարյանի բիզնեսների հետ։ Դեռևս սպասում եմ այդ տեղեկությունները հաստատող փաստաթղթերին, որոնք շուտով ինձ հասանելի կլինեն։ Աթանեսյանը խնդրում է Քոչարյանի ընտանիքի ակտիվների մասին տեղեկություն ունեցողներին դրանք տրամադրել իրեն։ Թե որքան է Քոչարյանը ծախսել իր լոբիստական արշավի վրա, լրագրողը հստակ չգիտի, բայց լոբիստները, որոնց հետ նախկին նախագահն աշխատում է Միացյալ Նահանգներում, այնքան էլ հայտնի եւ արդյունավետ չեն, այդ պատճառով էլ թանկ չեն, հավելել է Աթանեսյանը։ Какие издания занимаются лоббизмом Роберта Քոչարյանը։ Հրատարակչությունները, որտեղ Քոչարյանին եւ նրա թիմին հաջողվել է պատվիրված հոդված տպագրել, իրենց երկրներում երկրորդական են։ Կարծում եմ, որ մարդիկ դա տպագրում են ուղղակի, վարձատրվում են միայն հոդվածագիրները։ Երկու կայքերը, որոնք հրապարակել են Բերելի հոդվածները, չեն նշում այն փաստը, որ դրանք գործակցում են Քոչարյանի փաստաբանների հետ։ Դա ակնհայտ է դառնում Գրիգոր Աթանեսյանի էլեկտրոնային հասցեին ուղղված Բերելի օգնականի երկու նամակներից, որոնցում նա ուղղակիորեն նշում է, որ նրանք կապի մեջ են Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից մեկի հետ։ Սոնա Աղբալյան, Հեկ Հովհաննիսյան, լուրեր։